մեջ երեք Նիկոլ Փաշինյանը շրջիկ իր թափառախմբով գնացել է Գառնի, իհարկե Իրանությունում իրենց զանգվածը նվազում է, իրենք այլևս չեն կարողանում մարդկանց տանել, սա նաև ցուցիչ է, բայց կար այնտեղ մի անձնավորություն, իհարկե տեսանյութը չենք միացնի, բայց ինչ էր ասում, վեհապարի գլուխը քարով բացելու մասին էր խոսում։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը ինչ ունեք ասել, համեցեք։ Շատ հակիրճ ասեմ, հաչող շունը կծան չի լնում։ Իսկ կծան շանատամները ժամանակն է, որ թափվի։ Այսքան է։ Իրենք ամեն խոսքի հետևից գնում են, ընդդիմադիրներին բերման են ենթարկում, հայերյանք լինի, չլինի, սուր խոսք լինի, մարդկանց բանտում են, այս սրա հետ կապված ինչ անելիք ունեն։ Գիտեք, մեզ մոտ հավաքական առումով որոշակի իրավիճակի ոչ համարժեք գնահատում կա։ Այն ինչ հիմա կատարվում է, դա պետք է ընդունել օրինաչափ եւ բնական, որպես հետևանք այն գործողությունների, որով 2018 թվականին Փաշինյանին բերեցին իշխանության։ Այսինքն ինչ արվում է եկեղեցու դեմ, վեհապար հայրապետի դեմ, դա պետք է ընդունել ընդհանուր մեծ process-ի որպես մի կարևորագույն էլեմենտ։ Ասել եմ, կրկնում եմ, 2018-ին Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության 4 կարևորագույն խնդիր լուծելու։ Խնդիր առաջին՝ Արցախի հանձնումը։ Ընդ որում, երբ որ ես սա ասում եմ, սա այդպես վերացական չեմ ասում, ես սա հիմնավորում եմ։ Ինչու՞։ Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չի, որ 2018-ին բերվելով իշխանության Արցախի հարցով Ադրբեջանի եւ միջազգային տարբեր կառույցների հետ Փաշինյանը բանակցությունների գործընթացը մտցրեց փակուղի։ Սա փաստ է, որը իրավունք եւ հնարավորություն տվեց Ալիևին սկսել պատերազմ։ Վերջինս հիմնավորում էր, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցությունները մտցրել է փակուղի, իսկ դրա վերջին մեխը Փաշինյանը խփեց 2019-ին, երբ Ստեփանակերտում թե ինքն էր խոսում, թե իր խմածն էր խոսում, ես չգիտեմ, որ ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այդ վերջը եղավ 2020-ի սեպտեմբերի 27-ը, 44 օրյան, որտեղ Ալիևը միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորում էր, որ չկա այլընտրանք ռազմական գործողություններից զատ, եւ ինքը խնդիր ունի գոնե նվազագույնը ազատագրել այն 7 շրջանները մեր ազատագրված, որտեղ Ադրբեջանի տարածք էին համարվում, իհարկե ձեռքի հետ էլ Ստեփանակերտը վերցնելը։ Եվ Ալիևը այդ ռազմական գործողությունները որակեց իր ժողովրդի համար, այդ թվում եւ միջազգային հանրության եւ քարոզչական առումով որպես հայնական պատերազմ, այսինքն ազատագրական պատերազմ։ 44 օրյայում Ալիևը չհաղթեց, որտեղ երկրի քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առջև դրված մարտական խնդիրը չկատարվեց, իսկ այդ խնդիրը Ստեփանակերտը վերցնելն էր։ Եվ այսպես ընդունում ենք, որ նոյեմբերի 10-ին ստեղծվեց ստատուս քվո, որտեղ կար Արցախ, որտեղ Արցախում ապրում էր հայությունը, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժեր կային եւ Հայաստանի հետ միջանցք կար։ Եվ այդ միջանցքում Ադրբեջանի որևէ պատկան կառույցի ներկայացուցիչ գործառույթ չէր իրականացնում։ Հիմա երկրորդ ռազմական գործողությանն էր Ալիևը պատրաստվում։ Իսկ ինչ հիմնավորմամբ, որտեղ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, այսինքն մինչև երկրորդ անգամ ռազմական գործողություն սկսելը Արցախի նկատմամբ, Ալիևը ստացավ այդ հնարավորությունը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ այդ ընթացքում 4 եռակողմ հայտարարություն կար եւ այդ 4 եռակողմ հայտարարության փաստաթղթի ներքո դրված էր նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։ Այսինքն այդ փաստաթղթերը պետք է դառնային առ ոչինչ։
գործողություն սկսելու հիմնավորման համար Ալիևի կողմից։ Իսկ ինչպես դարձան։ 22 հոկտեմբերի 6-ին Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ ես չեմ բացառում նաեւ պարտադրանքով Փաշինյանը համաձայնվեց ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, որով Ալիևին իրավունք տվեց Արցախի նկատմամբ ռազմական գործողությունը որակել ոչ թե պատերազմ, այլ հակահաբեկչական գործողություն, որովհետև հիմնավորումը հետևյալն էր, ինչ գործուններ մի պետության տարածքում զինված խմբավորումներ, որոնք ահաբեկիչներ են, եւ այդ իրավունքը փաստացի Փաշինյանը տվեց Ալիևին, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, պարտադրանքով, հորդորով, ոնց ուզում եք որակեք։ Եվ այսպես Արցախի հայաթափման 3 պատասխանատու կա։ Ես Ալիևին պատասխանատու չեմ դնում, այդ անձը իր պետության շահերի սպասարկման համար արել է գործողություն։ Ես իրեն որպես թշնամի եմ դիտում։ Բայց պատասխանատուն առաջինը Փաշինյանն է, որը համաձայնվեց 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրել այդ փաստաթուղթը։ Հաջորդը Շարլ Միշելը, մյուսը Էմանուել Մակրոնը։ Եվ այսպես Արցախը հանձնվեց։ Փաշինյանը ամիջական պատասխանատվություն է կրում Արցախի հանձնելու հետ կապված։ Հիմա եթե վերադառնանք մեր այսօրվա իրողություններին, ապա ըստ Փաշինյանի Արցախը անվերադարձ գնացել է, այդպես չի։ Այդ 4 փաստաթուղթը իրենք իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են իդեպ ասեմ, եւ նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո եւս 3 երրակողմ հայտարարություն, որտեղ հունվարի 11-ի փաստաթղթում Ռուսաստանի Դաշնությունը միակն է, որտեղ ինքը կողմ է համարվում։ Սա իրականությունը։ Դե գիտեք, Ադրբեջանը պատրաստում է իր պահանջների կյանքի կոչելու համար նաև ուժային բաղադրիչ է, այն որ Ադրբեջանի բանակը զինվում է, վերջերս Պակիստանից գնվեց 5-րդ սերնդի ռազմական կործանիչների մեծ խմբականակ մի մասը, այն որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը այս տարի օգոստոսի 8-ին վերացրեց 907 արգելող բանաձև, որով Միացյալ Նահանգները ռազմատեխնիկական համագործակցություն չէին կարող իրականացնել Ադրբեջանի հետ, այդ արգելքը հանվեց այն, որ Ադրբեջանի բանակը զինվում է, այն, որ զորավարժություններ է անցկացնում տարբեր պետությունների հետ, այն, որ զորակոչի անձանց թվաքանակը մեծացրել է, ինքնին սա ցուցիչ է, որ Ադրբեջանի բանակը պատրաստում է կամ ուժով իր պահանջների կյանքի կոչելուն, կամ ուժի սպառնալիքով։ Սա իրականությունը։ Հիմա որքան էլ որ Փաշինյանը ասի, ճառեր ասի, խոստումներ տա եւ այլն, դա իմ կարծիքով առ ոչինչ է։ Պահը գալու է, եթե աշխարհակահաղական նոր իրողություններ կա եւ Ադրբեջանի ղեկավարության համար հնարավորություն ընձեռնվի, ապա ինքը իր պահանջների կատարման համար կդիմի ուժի։ Այն ժամանակ Փաշինյանը կասի, դե թույլ էինք, պարտվեցինք։ Ես պատասխանատուն եմ թիվ 1, բայց հո թիվ 1 մեղավորը չեմ, այս անգամ էլ ասենք այս ամեն ինչը կարող է գցել երկու անձի գրպանը, Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրոյի եւ գլխավոր շտաբի Ասիյան Էդոյի։ Ասի իրենք են պատասխանատու, ես հո ռազմական օպերացիաներ ես չեմ պլանավորում։ Այնպես որ Ադրբեջանի նախագահ հետամուտ ալներ իր պահանջների կատարումը, ուղղակի ամեն ինչ արվում է այն պահին, որտեղ միջազգային այսպես կոչված հանրությունը, որը հիմա սկզբունքորեն գոյություն չունի, բայց տարածաշրջանում լրջագույն շահեր ունեցող պետությունների շահերին Ալիևի որոշումները կյանքի կոչելու պետք է չհակադրվեն, հակառակ դեպքում կոշտ հակազդեցություն կարող է ստանալ եւ Ռուսաստանի Դաշնությունից, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, եւ չեմ բացառում նույն Միացյալ Նահանգներից։ Այնպես որ Ալիևը հարմար պահի է սպասում։ Այսքանը։ Իհարկե, պաշտոնը իրենք են պատասխանատու, մեկը խաղաղ պայմաններում, իդեպ, զինված ուժերի թիվ 1 պատասխանատուն է։ Փաշինյան Նիկոլ այստեղ առ ոչինչ է։
Իդեպ 44 օրյա ժամանակ երբ ինքը որոշումներ էր կայացնում հրապարակավ հանձնարարական հրամաններ էր տալիս, ինքը դրա իրավունքը չուներ, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը ազգային ժողովը իրավական ակտ չէր ընդունել, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ, դա իրավական գործընթաց է, իր մեջ ներառում, որից հետո տվյալ երկիրը, որ գնահատում է, որ իր վրա հարձակվել են, դիմում է ՄԱԿ անվտանգության խորհրդին, փաստերով, հիմնավորումներով, իսկ խաղաղ ժամանակ գլխավոր շտաբի պետը համարում է զինված ուժերի թիվ 1 պատասխանատուն, սա իրականությունը, բայց Փաշինյանի համար օրենքներ գրված չեն, այդ մարդը ըստ իր հասկացությունների, իր անկալումների եւ տերի հանձնարարականների է գործում, սա իրականությունն է։ Կարծում տեսել եք, հա, ուղղակի մենք այդ երկրը չենք միացնի, բայց իրենց թրջուտելը, հա, իհարկե, խնդրեմ, այսպես ինքնամոռաց թրջկոտում են, որ գնաց հետո կգամ եւ գիտակ քպականները Փաշինյանի հետ, Չեք գտնում, որ սա մի այլ նկարի շատ նման է։ Кто не скачет, тот москаль։ Ուկրաինայում երբ որ ժողովրդին զոմբիացնում էին, որ հետո պատրաստ են Ռուսաստանի դեմ, այսպես թրջկոտում էին։ Հիմա ասեն գիտեք ինչ, այս մարդը իր բնույթով մեր իրականությունից կտրված անձնավորություն է։ Իր համար ժողովրդի ցավը, կորուստը, հայրենիքի կորուստը, այս բոլորը ինքը փաթեթավորում է իբր ինքնիշխան Հայաստան ստեղծելու։ Չկա այդպիսի բան։ Պահի տակ ում է ինչ պետք է, որոնք խոսքս երկրների մասին է։ Տարածաշրջանում ինքը զիջի, ինչ որ բաներ ինքը զիջելու է։ Միայն իր իշխանությունը մնա, այսինքն ինքը թիվ 1 խնդիրը եւ միակ խնդիրը, որ լուծում է, իշխանությանը մնալու խնդիրն է։ Մնացած ամեն ինչը զիջումները, թրջկոտելը, այլ կեցված դրսևորելը, անբնական, ոչ նորմալ, սրանք ընդհանրապես գործիքներ են։ Երկու բառով, այս մարդկանց կյանքի իմաստը կայֆեր կացերն են, ոչ ավել, ոչ պակաս, անասունի կյանքով ապրող, ու վերջ։ Կան եկեղեցու դեմ, հա, ամեն դեպքում այդ մի որ գնաց ինքը և մենք այդ ականատես եղանք, որ այլևս պակասում է իր, այսպես ասենք, հա, չակերտալով հետևորդները, ինչ գործողությունների ինքը կդիմի, նախաչապատ նաև մենք տեսանք, որ շողակաթ հեռուստաընկերությունն է փակվել, համերին հեռուստաընկերության ետերից նախորդ տարին մի տարի համել է Բեհափարի Ամանորյա ուղերձը, որ պետք է լինի։ Եկեք այսպես, հա։ Քանի որ ձեզ հետ ավելի չենք ունեցել խոսելու, բրիտանական տելեգրաֆով էլ հրճում է, որ ինչպես են հայ քրիստոնյաները բարեբուն իմաստով ենթարկում հարձակման առաջին քրիստոնեություն ունեցած ազգը, նաև Փաշինյանին բռնապետ են գրավում։ Ես հուզվեցի, գիտեք, այդ որ կարդացի, խիստ հուզվեցի։ Այստեղ բնականաբար ուղղված չէր իր զորակցություն մեր եկեղեցու, մեր հոգևորականների, բանտարկված սրբազանների, հավատավոր ժողովրդի, որոնց հետապնդում են օրվա իշխանությունները ոստիկանական մամլիչ կոչվածի միջոցով։ Դա ուղղված էր Փաշինյանին, ասեմ ձեզ։ Այսինքն Փաշինյանն ասում է, մոտապես ենթատեքստը սա է, ինչ որ խոստացել ես բավական դանդաղ ես անում։ Իհարկե, եթե չանես, ահավասիկ մեր ձեռքին ժողովրդի մոտ բավականաչափ մեծ դժգոհության ֆոն ստեղծած եկեղեցու թեման է, որը քո գլխին որպես մահակ կարող ենք օգտագործել, իհարկե։ Նորից եմ կրկնում, այդ բրիտանականի հայտարարությունը խիստ հուզունառատ։ Այդ մեր սրբազաններին, որ ձերբակալում են, այդ լորդերի պալատը մի հատ կեցված չի ընդունում, մի հատ հայտարարություն չի անում, չէ, այսինքն եթե իսկապես ճնշման գործիք են ուզում օգտագործել Փաշինյանին սաստելու համար, այս քայլերի համար, իրավական որոշակի գործընթացներ չէ կարող են անել, եթե իրենց համար խիստ կարևոր է մեր եկեղեցու հոգևոր առաջնորդի, սրբազանների, մյուս հոգևորականների, եկեղեցու նվիրալ եւ հավատացել զավակների դեմ քայլեր չանելու։
Կարող են չէ որոշումներ ընդունել։ Ուր է այդ որոշումը? Ընդհանրապես հայտարարություն է, իսկ այս հայտարարությունը ուղղված է ոչ թե իզոլացիոն մեզ, այլ Փաշինյանի գլխին մի հերթական տես մահակով հարված, որ ինչ որ ասում են կարա, տղա, եթե ոչ այս թեման մեր համար կարող է առաջնային դառնա, այո, եթե մենք էլ գեներացնենք այս թեման արկա իրողությունների ֆոնի վրա, դու բավականաչափ խնդիրներ կունենաս, ընդհանրապես սա է հայտարարության իմաստը։ Պարզ եմ ասում, չէ՞։ Երբեք մի հավատացեք այդ արտասուքներին բրիտանական։ Կեղծ է, ինչ ասում են, միշտ մտածեք հակառակը։ Անում են իրենց շահի համար։ Իհարկե, պատվիրատուներից մեկը ուղղակի թե անուղղակի մեր եկեղեցու մասնատման Հայաստանի թեմերի վրա նոր կաթողիկոսություն ստեղծելու, սա բրիտանական պրոյեկտներից մեկն է։ Այդ նույն Բրիտանիան Թուրքիայի զինում, այդ նույն Բրիտանիան Ադրբեջանին է օգնում եւ այդպես շարունակ։ Ուզում ասել Բրիտանիայի այդ կեցվածքը մեծ Թուրան պրոյեկտի թիվ 1 շահառունով է, Բրիտանիան չի, այդ մեծ Թուրանի համար չէր էս Զանգեզուրի կոչված միջանցքը, որ փորձում էին վերցնել, հետո Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարությունը ուղղակի բրիտանացիներից վերցրեց դա, առայժմ վերցրեց, բայց դա Բրիտանիան դիմադրում է, էլի։ Եվ հետաքրքիր գործընթացներ այս պահին Ֆլորիդայում, Մալագայում բանակցություններ ա գնում։ Տրամփ, Զելենսկի։ Իրականում սա բանակցություն չի։ Տրամփը վերջնագիր է ներկայացնում Զելենսկուն։ Հաշվեք Զելենսկու օրերը, ամիսները հաշված են։ Այնտեղ ձևն է որոշում, թե ինչպես իշխանությունը պիտի հանձնի։ Իհարկե բրիտանացիները Զելենսկուն ասում են չես հանձնելու, հակառակ դեպքում քո թիկնախմբի մեծ մասը, որ մեր ծառայողներն են, հարցը հետ կլուծեն։ Միացյալ Նահանգներն մյուս կողմից ասում, դի ստորագրես այն ինչ որ մենք ենք ասում։ Այսինքն Զելենսկու ցանկացած քայլ, շախմատային լեզվով ասած, ցուկ ցվանգի իրավիճակ է, այսինքն ցանկացած քայլ իր դեմ է աշխատելու։ Զելենսկու հարցերը սկզբունքորեն արդեն որոշված է, որ պիտի լուծվի։ Հիմա Միացյալ Նահանգները իր տեխնացումն Զելենսկու տեղը նախկինում երևացող տեխնացումներ նախկին նախագահ Պորոշենկոն էր, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, բայց կարծում եմ ավելի շուտ Միացյալ Նահանգների տեխնացում գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն է Բուդանովը։ Բրիտանիան էլ իր տեխնացուն ունի պաշտպանության նախկին ղեկավար Զալուժնին, որը արդեն տարուց ավել Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է։ Ուրեմն եթե Զելենսկին ստորագրում է եւ համաձայնվում է պահանջներին Միացյալ Նահանգների պատերազմը կանգնեցնել այն պայմաններով, որով պայմանավորվել է Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Եթե Զելենսկին համաձայնում է դա անել, ապա ասենք չկառավարվող մի հատ անունը իբր ռուսական հրթիռ կարող է հարվածել այն վայրին, որտեղ Զելենսկին է գտնում։ Իհարկե հաշվի առնել, որ դա բրիտանացիքն անում։ Իհարկե բրիտանացիք ասում են, որ շմանը չստորագրել պատերազմը շարունակվելու է։ Մյուս կողմից էլ Զելենսկու եւ շրջապատի վրա այդ հայտի $100 միլիոն կոռուպցիոն գործարքը թափ է հավաքում։ Արդեն ձերբակալվածներ կան Զելենսկու շրջապատից, այլ Միացյալ Նահանգների լծակն է։ Զելենսկուն ասում են ստորագրի։ Այսինքն այդ առումով Զելենսկին ինքը այլընտրանք չունի։ Կամ այդ մարդուն, ոնց որում ես նույնիսկ կարծում եմ, որ ողջել չի հեռանալու այդ տարածքից։ Ստորագրելու դեպքում բրիտանացիքն է գլուխ ուտելու, չստորագրելու դեպքում էլ ամերիկացիք ձերբակալելու են, տանելու են Ամերիկա։ Բայց այդ ընթացքում ձերբակալման կարծում բրիտանացիք թույլ չեն տա, որ ողջ գնա Ամերիկա, որտեղ դեռ շատ բան կա երկելու։ Թե Եվրամիության բարձրաստիճան չինովնիկների հետ միլիարդների ինչ գործարքների ա գնացել։ Իսկ Տրամփը բարբերաբար ասում է, չէ՞, մոտ $300-400 միլիարդ ամերիկյան հարկատուների գումարներ ուղղակի լափել են։ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն այդ ամեն ինչու մասին հրաշալի գիտի։ Եվ Զելենսկին պիտի պատմի, չէ, ում հետ ոնց է կիսվել, որ հաշիվների վրա իշխան է, եթե չգիտեն ամերիկյան հատուկ ծառայությունները։ Ուզում ասել, որ այդ ճակատագրին իդեպ Զելենսկու ոչ նախանձելի ճակատագրին հետևելու է, եթե պատերազմը Ուկրաինայում կանգնեց, ոչ թե հրադադար չի լինելու, պատերազմը պիտի կանգնի։ Եթե կանգնեց, ապա գլոբալիստների կողմից ցանկացած նշանակված վարչակազմ եւս այդ ճակատագրին է արժանանալու։ Այդ թվում նաեւ Փաշինյան, այո։ Եթե Զելենսկու իշխանությունից հեռացնելը եվրոպական
մի շարք երկրներում, որտեղ գլոբալիստների իշխանություններն են հիմնականում, բացի 3 երկրից, Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա։ Նրանց իշխանափոխությունները ամիսներ կարող է տևեն։ Փաշինյանը 1-2 օր։ Մի զանգ եւ ճողոպրել։ Այնպես որ Փաշինյանի այդ բոլոր թռչկոտողները, ովքեր որ կան, Փաշինյանի ուղաթիռում կամ ինքնաթիռում չեն լինելու։ Ասենք ուղաթիռը գիտեք ինչի համար ասի։ Ուղղակի Ադրբեջան կամ Թուրքիա գնա։ Դա համար պետք չէ էլի ինքնաթիռ։ Իսկ եթե ինքնաթիռով կարող ավելի հեռու։ Այդ մարդը մենակ է գնալու։ Նորից եմ ասում, այս բոլոր թռչկոտողները, որ այսօր ոգևորվել են, թող մտածեն, լավագույն դեպքում ինքնաթիռի կամ ուղաթիռի անուններից կարող են կախվել, ինչպես Աֆղանստանում։ Հա, եւ հետո ներքև հայտնվել, ներքևիններն էլ ստուգում են ազատանկման արագացման թիվը գալի հայտնաբերած 9-8 մետր վարկան քառակուսին ճիշտ է տվյալ պարագայում, թե չէ։ Ուրեմն ասում թողենք իր տեղը, Տեր ասում է զուր տեղի իմ անունը մի տվեք։ Հիմա գիտեք, այս բոլորը ինչի մեջով որ մեր ժողովուրդը հասնում է, հա, սա հետևանք է, սա պատճառներ չի։ Եվ այս խավարանով մենք վաստակել ենք, որ այս վիճակով անցնենք, որտեվ անտրամաբանական է պատերազմող երկիր, եթե մի մեջ ճակատամարտում հաղթանակ է տանում, ասենք 89-94 թվականներին, այո, չի պատրաստում հաջորդ մեջ ճակատամարտին, այնպես ինչպես պատրաստվեց եւ հաղթանակած դուրս եկավ 94-ի մայիս 12-ին։ Հրադադար չէ ստորագրվեց ու խաղաղության պայմանագիր չի ստորագրվել 94 մայիս 12-ին։ Հրադադարի ռեժիմ։ Բայց դրանից հետո երկրի ղեկավարության թիվ 1 խնդիրը պետք է լիներ հաջորդ մեծ ճակատամարտին պատրաստվել։ Իհարկե պատրաստում էին, բայց խնդիրը նա էր, որ ժողովրդի մոտ հոգեբանական բեկում եղավ։ Մարդ եթե հոգեբանորեն պատերազմի է պատրաստում, զինված ուժերը պատրաստում էին։ Դա փաստ է։ Բայց եթե ժողովրդի մոտ հավաքական առումով խաղաղ պայմանների կենսաձևն է դառնում դոմինանտ ապրելու իմաստ, ապա այդ ժողովուրդը սկզբունքորեն, երբ որ պատերազմի արհավիրքն ու ավերը գալիս է, ժողովրդին չի անում։ Հոգեբանորեն պատրաստ չի մտնել նոր պատերազմի մեջ, որտեղ ինքը կյանքի իմաստը, իր նպատակը, աշխարհճանաչողությունը, աշխարհընկալումը լրիվ փոխված է։ Ամենամեծ բաստողը որ արվել է, նաև դա հետևանք է այդ բաստողնա, որ 2018 թվականին մի ստախոս պոպուլիստ իսկ գրքով գրած մարդահաճո խոսք ասող կարողացան բերել իշխանության։ Ես միշտ զուգահեռ եմ տալ, պատկերացեք Չեչնիայում Ռուսաստանի նախագահ որոշում է նախագահ փոխել։ Կադրովի տեղը բերում են մեկին, որը շատ նման է, ասենք Փաշինյանին, չկարծում այդ մարդը քանի ժամ իր աշխատասենյակում կմնա։ Գրոզնո ամբողջ բնակչությունը ձեռքի տակով ու ինչ ունի, գրոհելու է այդ շենքը, որտեղ այդ մարդիկ ասելու են ըստ մեր հավատի, ով է այս անձը պղծությունների, այլասերումների, ստախոսության, արծաթասիրության, փառասիրության մեջ թաղված մարդը ոնց կարա մեր երկրի ղեկավար լինի, չէ՞։ Այսինքն ժողովուրդը չի հանդուրժի, ցավոք սրտի 18-ին ոչ միայն մեր ժողովուրդը հանդուրժեց, այլև մեր ժողովուրդը ծափերով ողջունեց։ Իսկ Տերը Տիրոջ համար զզվել է եւ մարդահաճո խոսք ասողը, իսկ Փաշինյանը 18-ին մարդահաճո խոսք էր ասում։ Եվ այն լսողը, մեր ժողովուրդը լսում էր, չէ՞, ծափ էր տալիս։ Դե հիմա դրա հետևանքներն ենք մենք խաղում։ Արցախի կորուստը, փախստականներ, երկրի առջև ծառացած լրջագույն անվտանգային եւ տնտեսական խնդիրներ, այս բոլորը հետևանքներ են, պատճառը այլ տեղ է թաղված։ Այսքանը։ Բայց գալով հա Զելենսկի-Թրամփ հանդիպմանը, Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագրի 20 կետերի շուրջ կազմակերպություն կա եւ այդտեղ Դոնբասի հարցն է մնացել ծանր եւ նաեւ նորից մեկ անգամ եւս վերահաստատել է իրենց դիրքորոշումը, նշելով, որ պետք է հարգել Ուկրաինայի սահմանադրությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Իհարկե Թրամփն ասել է, չի ասի, որ այս հարցը լուծեցինք, բայց մենք մոտեցել ենք հարցի լուծմանը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ սահմանադրությունը ոտնահարել է Զելենսկին, որտեղ ինքը անցյալ տարվա մայիս ամսից սահմանադրությամբ այլևս երկրի գլուխ չի, որտեղ իր պաշտոնավարման ժամկետը ավարտվել է։ Ասում են ռազմական դրություն է։ Հա, եթե ռազմական դրություն է եւ նախագահի լիազորությունների ժամկետը ավարտվել է, ապա երկրի թիվ 1
պաշտոնյան, որը որոշումներ է կայացնում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված, դա Ռադայի ղեկավարն է։ Այնինչ Ռադայի ղեկավարը ընդհանրապես օրենսդիր մարմնի ղեկավարը է առայսօր։ Այնպես որ Զելենսկին այն անձը չի, որ նման բան ասի կամ Միացյալ Նահանգները երբ նման բան են ասում, 20%-ը, 20 հարցը, 20-ից 90%-ը ես այսօր լսեցի, ասում 90%-ը արդեն պայմանավորվել ենք։ Բայց 10%-ը ասեմ ձեզ, Ռուսաստանի ղեկավարը բազմիցս ասել է, պատճառները պետք է վերացնել, հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառները, իսկ այդ պատճառները շատ պարզ են։ ՆԱՏՕ-ն հետ է վերադառնում ելման կետեր 97 թիվ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրով Արևելյան Եվրոպայի երկրներից ՆԱՏՕ-ն պիտի դուրս գա։ Դուրս է եկել։ ՆԱՏՕ-ն այսօր գտնվում է իր անդամ երկրների լրջագույն ներկայացվածություն ունի։ Մեծ Բալտիկայում, Մեծ Բալթյան 3 հանրապետություններում նախկին խորհրդային միության, Ռումինիայում, Բուլղարիայում, այնպես չի որ այդ կետերը կատարվել։ Հաջորդը Դոնեցկ, Լուգանսկի եւ եւս երկու Զապարոժյե եւ Խերսոնի, Ղրիմի այդ բնակիչների իրավունքները ինչքանով են պաշտպանված։ Այսինքն խնդիրը այն Դոնեցկը չէ։ Ավելին ասեմ, Ռուսաստանը կոնկրետ խնդիրներ է լուծում։ Հիմա ով ինչ ասի, ով ոնց խոսա, այ խոսեք ասում, այ դուք էլ ասեք։ Ռուսաստանը լուծում է շատ բարձ խնդիր։ Ինքը ազատագրում է այն սուբյեկտները, տարածքները, որը Ռուսաստանի Դուման արդեն ընդունել է որպես Ռուսաստանի Դաշնության մաս, երկու հանրապետություն, Դոնեցկ, Լուգանսկ եւ երկու մարզ, Խերսոն եւ Զապարոժյե, այդ թվում Ղրիմը առանցին կարգավիճակով։ Ստեղծում է հիմա բուֆերային գոտի, որի մեջ ներ է առնելու 5 շրջան. Օդեսայի, Նիկոլաևի, Սումայի, Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի։ Սրանք բուֆերային գոտիներ են լինելու։ Ռուսաստանը շատ կարևոր է Ուկրաինային կտրել Սև ծովից։ Դրա համար առնվազն երկու մարզում Ուկրաինայի զինուժը պիտի չլինի, դա Օդեսան է եւ Նիկոլաևը։ Հիմա թող խոսեն։ Նորից եմ ասում, այստեղ բրիտանացի խնդիր են լուծում, որպեսզի պատերազմը չկանգնի, որովհետեւ մյուս տարի նոյեմբերին ԱՄՆ-ում կոնգրես ընտրություններ ա միջանկյալ։ Այդ ընտրություններում երբ պատերազմը չի կանգնում, շատ մեծ հավանականություն կա, որ հանրապետական կուսակցությունը կարող է պարտվել, իսկ այդ պարտությունը ինչի է բերելու։ Բերելու են նրան, որ հաջորդ օր իսկ դեմոկրատները Միացյալ Նահանգներում սկսելու են անվստահության կամ իմպիչմենտի գործընթաց Տրամպի նկատմամբ, որը կարող է արդյունք չտա, բայց դա լրջագույն քարոզչական գործիք է հաջորդ տարի, այն մյուս տարի նախագահական ընտրություններում ուղղակի որպեսզի հանրապետական կուսակցության ներկայացուցիչը չհաղթի։ Այո, բրիտանացիքի ծրագիրը սա է։ Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են, որ պատերազմը կանգնի։ Իդեպ ասեմ, որքան ժամկետը մոտենում է հաջորդ տարվա նոյեմբերին, այդքան Ռուսաստանի շանսերը ավելի են մեծանում, ավելի նոր իրողությունների պայմաններում, որովհետեւ Ուկրաինայի ռեժիմի պարագալուխ ինչ որ բան ստորագրի։ Որտեւ Ռուսաստանի զինված ուժերը առաջ խաղացում չեն կատարում ռազմական որոշումներով, նրանք առաջ խաղացում են կատարում քաղաքական որոշումների հետևանքով։ Ընդ որում ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, եվրոպական մի շարք պետություններ, առաջնահերթին Ֆրանսիա, Գերմանիա եւ Եվրամիության տարբեր բարձրաստիճան չինովնիկներ փորձում են հող նախապատրաստել Ռուսաստանի դեմ պատերազմելու։ Ռուսաստան նախագահ ասեց. «Սիրով, եկեք պատերազմենք»։ Ռուսաստանը պատրաստ է, Եվրոպան չէ։ Գիտեք ինչու, որովհետեւ Եվրոպայի բանակ որպես այդպեսին կռվող զինվոր սպա չունեն։ Եվրոպայում այսօր երկու պետություն կա, որոնք ունեն այդ զինվորը։ Դա Ռուսաստանն է եւ Ուկրաինան, բայց Ուկրաինայինը գնալով մաշում է։ Այն առումով, որ մարտական կորուստների մեջ այնի զորակոչվածները չեն ցանկանում հիմնականում կռվել։ Սա է իրողությունը։ Հասկանա՞։ Երբ ասացիք, որ այս հարցը լուծեն, ճակատագրով, թե ինչով դատապարտված են նույն ճակատագրով։ Իհարկե։ Շոլցը, ասում ձեզ, Շոլցը եւս այդ ճակատագրին է սպասում։ Մակրոնը, ինչպես ասում են, հասկացավ, որ ինքն էլ կարող է այդ ճակատագրով դատապարտվածները լինեն։ Եվ մի օրերս ասեց ինքը պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ շատ կառուցողական զրույց ունենալ, հանդիպել։ Այսինքն ճամբարը խորտակվող նավից առաջին ովքեր են դուրս գալիս, առնետները,
Դե հիմա Մակրոնը ակնհայտ մեսիջ է ուղարկում, չէ՞, Ռուսաստանի ղեկավարությանը կպատրաստ է։ Այդ բոլոր, ասենք նույն Մոլդավիայի ղեկավարը, որը ակնհայտ չէ, ընտրությունները համապետական կեղծեցին։ Նույն մեր Բալտիկայի երկրների ղեկավարը բոլորին նույն ճակատագիրն է սպասում։ Որտեվ գլոբալիստների պարտությունը նշանակում է, որ ցանկացած պետությունը, որտեղ գլոբալիստների կողմից նշանակված մարդիկ են, իրենք պետք է հեռանան։ Հեռացման տարբեր ձևեր կա։ Իդեպ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշանակվել է բրիտանական Ռոթշիլդների ընտանիքի կողմից։ Այն մարդը նշանակվել է, այդ ընտրությունը ընդհանրապես բաներ, ցուցադրական էր։ Ռոթշիլդներն են որոշել ով դիլնի Ֆրանսիայի նախագահ։ Իսկ Ֆրանսիայում հիմա առողջ շատ ուժեր կան, որոնք հասկանում են, որ Ֆրանսիայի ղեկավարը պետք է ընտրվի իր երկրի ժողովրդի եւ քաղաքացիների կողմից, եւ ոչ թե նշանակվի, ասենք, բանկերների կողմից, այն էլ այլ պետության բանկերների։ Ռոթշիլդների հիմնական նստատեղը եւ գործնեության տիրույթը սկսում է Բրիտանիայից, Լոնդոնից։ Համար սա միայն Փաշինյանը չի վերաբերում, սա վերաբերում է եվրոպական բոլոր այն պետություններին, որտեղ գլոբալիստները ժամանակին նշանակել էին իրենց կողմից մարդիկ։ Ես չեմ բացառում, որ Եվրամիությունը ավազի վրա կառուցած տնակ է արդեն կամ թղթի տնակ։ Դա քանդվելու է Եվրամիությունը որպես այդպեսին միավոր։ Դա կլինի 26-ին թե 27-ին միևնույն է Եվրամիության երկը երկվածը, որտեղ Եվրամիությունը գլոբալիստների ձեռքին եւս գործիք էր վերպետական կառույց համաշխարհային տիրապետություն ունենալու համար։ Հիմա այդ դաշտում 3 հզոր պետություն միավորվել են, 3 հակագլոբալիստ՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Հիմա Բրիտանիան իր խեղճուկրակ Եվրամիությունում փորձում է դիմադրել։ Մեր տարածաշրջանում իհարկե Բրիտանիան ազդեցություն ունի, Կենտրոնական Ասիայի երկրներում ունի, արաբական մի շարք երկրներ ունի, բայց այդ ազդեցությունը սկզբունքորեն օր-օրի թուլանում է։ Թեև չի բացառում, որ ասենք Բրիտանիան երկրի նորակի տարբեր հատվածներում պատերազմներ սանձազերծի, սա էլ չի բացառում, հրդեհ լինի, բայց այդ հրդեհը արագ հանգցվելու է։ Իհարկե հրդեհի արդյունքում զոհեր են լինելու երկկողմանի, բայց այդ հրդեհները հանգցվելու է։ Այսինքն սրանք բոլորը դատապարտված են, որտեղ գլոբալիստների 500-ամյա, 600-ամյա իշխանությունը այլևս դառնալու է մոտ ժամանակներս որպես անցյալ եւ աշխարհը դառնալու է բազմաբևեռ։ Իսկ եվրասիական տարածքում շատ բնական կերպով իր ազդեցությունը տարածի Ռուսաստանի Դաշնությունը։ BRICS-ը դրա համար է ստեղծվել, Շանհայի տնտեսական համագործակցությունը դրա համար է ստեղծվել։ Դրանք բազմաբևեռ աշխարհի այն վերպետական կառույցներն են, որոնք ապահովելու են երկիր մոլորակի պետությունների համակեցությունն ու համագործակցությունը։ Ի տարբերություն համաշխարհային տիրապետության ձգտող գլոբալիստների եւ ի տարբերություն նույն համաշխարհային տիրապետության ձգտող Տրամփի վարչակազմի։ Նույն խնդիրն է լուծել գլոբալիստներն Տրամփը։ Ուղղակի Տրամփը ասում է, որ համաշխարհային տիրապետություն մենք դիլնենք Ամերիկա պետությունով, այսինքն բոլորը Ամերիկա պետության պիտի ենթարկվեն։ Գլոբալիստները ասում են վերպետական կառույցներ պիտի ենթարկվեն։ Հիմա դա անցյալում է։ ԱՄՆ նախագահ հրաշալի հասկանում է, որ եւս համաշխարհային տիրապետության ձգտող Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը եւ այն էլիտան, որի մեջ կանգնած է, դա եւս դատապարտված է, այնպես որ հերու չեն ժամանակները, երբ աշխարհը լինելու է բազմաբևեռ։ Հիմա Հայաստանը այդ բազմաբևեռ աշխարհում որտեղ է, ում օրբիտայում է լինելու, վստահաբար ոչ Միացյալ Նահանգների, ոչ Չինաստանի կամ Հնդկաստանի։ Եվրասիական տարածքում իր շատ բնական, նորմալ հարյուրամյակներով դրած ազդեցությունն է Ռուսաստանի Դաշնությունը։ Առանց որ այդ երկրում ռուս ժողովուրդը ռուս ուղղափառ եկեղեցի ունի, մեր եկեղեցին եւս շատ թելերով կապված ենք, տնտեսական, անվտանգային, ես չի որ պիտի հիմնավորեմ, թե ինչ առավելություններ ունի, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ է։ Հիմա արևմուտքը, ես նկատում եմ Բրիտանիան, այստեղ մեր քաղաքական ընդդիմությանը ժողովրդին այլընտրանք է տալիս, այլընտրանք հետևյալն է, Ռուսաստանը չի լինում, տեղը Թուրքիան է լինում, թվում է ժողովուրդն ու քաղաքական ընդդիմությունը որոշեն, ով է լինել այստեղ Թուրքիան թե Ռուսաստանը։ 200 տարի առաջ այս տարածքում 25000 հայ էր ապրում, այդ նույն Ռուսաստանի բանակի շնորհիվ երկու մեծ պայմանագրեր 1813 Գյուլիստանի 1828 Թուրքմենչայի պայմանագրերով այս տարածքում հայեր սկսեցին բնակվել Իրանից Գրիբայդովի ջանքերի շնորհիվ, որը նաև կյանքով հատուցեց 100,000 հայեր տեղափոխվեցին այստեղ եւ հայությունը այստեղ նորից, ինչպես ասում են, կարողացավ 200 տարվա ընթացքում վերակերտել պետականություն։ Թուրքիայում մի քանի միլիոն ենք,
Ինչ է մնացել Թուրքիայում մեր հայնիկի կորուստ եւ ասենք մի քանի տասնյակ հազար հայ այն հայերն էլ ովքեր որ իրենց հայն ասում մեծ մասը իսլամադավան են սա իրականությունն է այնպես որ թող քաղաքական ուժերը իրականում ջրբաժան դա է լինելու այստեղ այդ ինքնիշխանություն անկախություն այդ Փաշինյանին անգամ հավերը չեն հավատում կշկչում են ախլորներդ միասին ու Հայաստանի մեր ժողովրդի ընտրությունն է այստեղ կամ Թուրքիան է լինելու իսկ հիմա մեզ տանում են Թուրքիայի գերիշխանության ներքո անվտանգային առումով մեր իմունիտետն են ոչնչացնում իդեպ ասեմ ձեզ ցանկացած պետություն ունի իմունիտետ դիմադրողականությունը 3 կառույց է բանակ անվտանգություն ոստիկանություն այդ երեքն էլ քանդում են ես բազմաթիվ անգամներ հնարավորություն ունեցել եմ ասելու քանդում են բնականաբար դի քանդեն այնքան որ չկարողանաս մրցակցես ոչ Ադրբեջանի ոչ Թուրքիայի անպատասխան կառույցների հետ եւ դառնաս նրանց օրբիտայի մի էլեմենտ մենք էլ չենք ուզում որտեվ համատել ենք եւ գնահատել ենք ինչ ասել է Ռուսաստանի հետ եւ ինչ ասել է Թուրքիայի մեջ հասկանա Fox News-ը հաղորդեց, որ պատրաստի պեր հնարավոր է առաջիկան Զելենսկի-Պուտին հեռախոսազրույցների դե հանդիպումից առաջ նախ եղավ Տրամփ-Պուտին հիմա հանդիպում Տրամփ-Զելենսկի որից հետո պետք է լիներ հեռախոսազրույց Տրամփ-Պուտին այսինքն արդյունքների ամփոփում եւ Ռուսաստանի նախագահի կեցվածքը եւ ես չեմ բացառում բայց դա որից էական նշանակություն չունի զրույցները հայտարարությունները կետերը բանը որից նշանակություն չունի Ռուսաստանի ղեկավարությունը հետ չի կանգնում այն նվազագույն պահանջներից պայմաններից որ իրենք առաջադրել են հիմա Ուկրաինան կհամաձայնվի չհամաձայնվի ռազմական գործողություններ շարունակվելու են ռուսները այդ առումով որից խնդիր չունեն ռազմական գործողություններ շարունակելու այսքանը Ինչ է ասում, կներեք։ Եթե մարդը օտար հատուկ ծառայությունների գործակալ է, ասենք հա ոչինչ ինքը սրբազան է, ով է ասում է։ Չէ, բայց նախ իսկ ԱԱՑ-ն հայտարարություն տարածել է, որ այդ թղթի կտոր իր կողմից է տրամադրված, այդ Civic-ի տպածը։ Նման բան չի եղել։ Ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին հարցում արեք ԱԱՑ-ին, տնօրենին գրություն ուղարկեք։ Թող իրենք հաստատեն կամ հերքեն Civic-ի տարածած այդ թղթի կտորը։ Նույն պարզ կլինի։ Չէ, Արադ Միրզոյանն հենց է խոսում ոնց որ հավաքագրող ինքը լինի, ավելի լավ է դու քո կուրատորներից խոսես։ Այ երիտասարդ։ Ինչ ասես։ Են որ ասում են գող առաջինը ինքն է բղավում բռնեք գողին։ Եվ բարոյականությունից աճուձախ խոսում է պոռնիկը։ Հիմա ավելի լավ է սուս մնա Արադ Միրզոյանը, բերանից կոշ կպցնի, գլուխն էլ մցնի բարձի տակ, ոչ թե խոսա։ Կրկնակի երրակի գործակալ։ Այս եկեղեցու թեմայի հետ կապված ավելի չեն ունեցած այս հարց ուղղելու, իսկ բանը Վազգեն Սարգսյանի եղբայրը համատեղության կարգով Արամ Սարգսյանը հանրայինի երթերում ասում էր հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի կապով վերջին օղակն է, որ պետք է քանդել։ Ճիշտ էր ասում։ Այդ մարդը մտքի գիգանտ է։ Ասում է ընտանիքում ճշմարտություն իմանալու համար ումից պետք է լսել, եթե մեծերը թաքցնում են երեխաներից, որոնք պարզամիտ են, այսինքն իրանք չեն հասկանում այդ բանը, որ չի կարելի ասել, որտեվ իրենց ընտանիքի ոչ բարեկամ մարդիկ կարող են դրա մասին իմանան։ Հիմա այս մարդն էլ այդ ընտանիքի պարզամիտ մանկամիտ անձնավորությունն է։ Ասում են ինչ որ իրականում Փաշինյանի տերը փորձում են Փաշինյանի ձեռը Հայաստանում կյանքի կոչել։ Պարզամիտ մարդը ինչ է խոսում այլ է։ Ինքը ճշմարտությունն է ասում։ Այդպես են։ Այո։ Ինքը ճշմարտությունն է ասում։ Այդ առումով դե մտքի գիգանտներ են, էլ ինչ ասես։
տարական բաներ չեն հասկանում, ինչ կարելի ասել, ինչ չի կարելի ասել։ Նախընտրական քարոզարշավի էյֆորիայի մեջ են, ասեմ ձեզ, այդտենց որ բան են, մտքեր են ասում, որը որ փորձում են կյանքի կոչել այդ ձևակերպումներով։ Իրենք նախընտրական շոուի մեջ են։ Սա է, հասկանում։ Բաքվում շարունակում են ռազմագերիների դատավարությունները, այլևս մեղադրական վճռներն են հրապարակեցման ազատազրկում, եւ կարծում տեսել եք Ռուբեն Վարդանյանի մասին էին ադրբեջանցիների նկարել, որտեղ նաեւ Խզմալյանի, Սամվել Բաբայանի խոսքը կա։ Մասնավորապես Սամվել Բաբայանը որևէ ասելիք կա։ Իրեն ես ինչ ասեմ։ Ես ֆիլմը չեմ տեսել։ Իսկ ինչ է ասում, ես չեմ տեսել այդ ֆիլմը։ Ես ուզում որ Սամվել Բաբայանը միշտ հիշի, որ ինքը պաշտպանության բանակի հրամանատար է եղել։ Ամենածանր ժամանակ, երբ հակառակորդը հավանականություն մեծ էր ճեղքել, այդ անձի դերակատարումը անուրանալի է։ Դա մեծ արժեք է, այդ մեծ արժեքները պետք է պահել։ Իսկ Տիգրան Խզմալյանը ինչ ասել, ինչ չի ասել։ Նույնը ասենք, իշտեմ ես ներքևից սիգարետ խանութից գնեմ, վաճառողը ծանոթ լինի, մի երկու բառ խոսենք, ասենք։ Բայց այդ Սամվել Բաբայանը երբ այդպես վստահաբար խոսում է, հələ իրեն հարց է կա, իհարկե չենք ասում գերեվարվել, բայց եթե ինքը մեր ռազմագերիների մասին սենց է խոսում, հələ հարցն են կա դու ոնց ես եկել, ոնց ես դու հասել Հայաստան, դու այդ ինչ բանակցությունների մասին էիր խոսում ադրբեջանցիների հետ, դու այդ ինչ քիրվայության մասին էիր խոսում ադրբեջանցիների հետ։ Դա իրեն այդ հարցերը պետք է ուղղել։ Ես իմ կեցվածքը Ես կարծում եմ ասեցի, ինքը ունեցել է անուրանալի եւ մեծ վաստակ։ Դա մեծ արժեք է, ոչ միայն իր, նաեւ բոլոր այն Հայաստանի քաղաքացիների, զինվորականների, կամավորականների, որոնք եղել են։ Ես ուզում եմ, որ այդ մեծ արժեք ինքը պահի։ Կարծում եմ ամեն ինչ ասեց էլի։ Չէ՞։ Ռազմագերիների մասով, հա, մենք ինչ ունենք անելու։ Մենք ով, սուբյեկտով է։ Հայ ժողովուրդը սուբյեկտ չի։ Դա քաղաքական ուժեր պետք է անեն, հայ ժողովուրդը պետք չանի։ Հա, սուբյեկտը այս առումով սուբյեկտը քաղաքական ուժերն են, կուսակցությունները։ Ինչ անելիք ունի, որտեղ իրապես այս մարդկանց այլևս մահվան են դատապարտել։ Ասեմ ձեզ, ճնշման Հայաստանում երկու տեղ կա։ Եվրամիության գրասենյակ աման դեսպանություն։ Դա ռեալ ճնշման գործիք է եւ քաղաքական ուժերը թող կազմակերպեն։ Մեր ժողովուրդը մասնակցի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ կեցված դրսևորեն այդ երկու դեսպանատների առջև։ Այսօր միակ ձևը ճնշման դա է, որովհետև Ադրբեջանի Թուրքիայի վրա գործնականում նույնիսկ Եվրամիությունն էլ ես կարող եմ հանել։ Գործնականում ազդեցությունը Միացյալ Նահանգները, երկրի վարչակազմը։ Ուրեմն ճնշում այդ պետության ներկայացի նկատմամբ։ Ես չեմ ասում, որ դա 100%-անոց հաջողություն կունենա եւ այլն, բայց ակնհայտ է, որ ճնշումը անարձագանք չի կարող մնալ։ Դա էլ հորդորում եմ։ Ընդ որում այդ պահանջը այդպես մտածածին չի, արդարացիա։ Առայս որ այս վերջերս տարբեր երկրներից եւ վերպետական կառույցներից հնչում են ռազմագերիների հետ կապված։ Ես իմ խոսքի սկզբում մի բան ասի, Ալև չի ասում, որ դրանք ռազմագերի են։ Ուշադրություն դարձրեք։ Ինչու՞։ Որտեղ ինքը ասում է, եթե ես հակահաբեկչական գործողության արդյունքում զինված մարդ եմ ձերբակալել, դա ինչ ռազմագերի։ Ռազմագերին լինում է պատերազմի ժամանակ։ Իսկ 23-ի սեպտեմբերի 19-ից սկսած գործողությունը հակահաբեկչական էր։ Այս էլ Նիկոլի Շարլ-Միշելի եւ Մակրոնի նվերն է։ Մեր են տղաներին, ովքեր որ այնտեղ գտնում են որպես ահաբեկիչներ եւ ոչ որպես ռազմագերի, որ պայն այնտեղ ռազմագերու ստատուս տրվեր, բնականաբար միջազգային տարբեր կոնվենցիաներ, տարբեր կազմակերպությունների շահերից ելնելով կոնկրետ ռեալ ճնշումներ կարող են
գործադրել Ադրբեջանի նախագահի վրա։ Իսկ այսօր ճնշման միտեղ կա ԱՄՆ դեսպանը Փաշինյան եւ Ալիև։ Սա է։ Դե 30 դեսպանի, սա փոփոխություն է, վերջին հաշվով գլոբալիստների ամենակարևոր օղակներից մեկը պետական ինստիտուցիոնալ, դա պետքարտուղարությունն էր։ Հիմա պահ եկել է փոխում է։ Այսինքն այստեղ խնդիրը 1-2 պետության հետ հարաբերությունները չի, լավ կամ վատ։ Եթե 30-ին փոխում է, այսինքն քաղաքականությունն է գործնականում ԱՄՆ-ի փոխվում եւ այդ փոխող քաղաքականության պատասխանատու անձին կիդեմս դեսպանների նոր նշանակումներ են ստանում։ Որտեւ այս բոլոր դեսպանները դան գլոբալիստների կողմից եւ իրանց թիմից այս կամ այն ձևով փոխկապակցած անձինք են, որոնք նշանակում են ստացել որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ տվյալ երկրում դեսպանի կարգավիճակով։ Դա քաղաքականություն է փոխվելու, տեսնենք փոխվի ԱՄՆ-ի քաղաքականությունը ինչ կլինի, գնահատենք։ Եվ եթե ամփոփենք տարվա հետ կապված մեր անելիքները, որոնք պետք է լինեն մանավանդ այս եռացող աշխարհում, որտեղ րոպե վրա լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում։ Ես կարծում եմ ամենակարևորը ցանկացած գործի հաջողության համար իրավիճակի համարժեք գնահատումն է։ Եթե մենք իրավիճակի համարժեք ենք գնահատում, գործողություններ կարելի է մտածել, քննարկել եւ արկա իրողությունների պայմաններում իրականացնել։ Ոչ թե կենացային գործողություններ, ցանկությունների դաշտից, այլ որպեսզի առավել արդյունավետ արդյունք տա այդ գործողությունները։ Ակնհայտ է, որ Փաշինյանի տերերը չեն կանգնելու եկեղեցին մասնատելու գործընթացից, թեև ինչպես ասում են, մի քանի հարձակումներ, մի քանի օպերացիաներ բոլորից ձախողվել են։ Բայց չի նշանակում, որ այդ գործընթացները շարունակական չեն լինելու։ Ես կարծում եմ, որ այսօր շատ բնական ձևով կա մի դրոշ եւ մեր երկրի քաղաքացիների, եկեղեցու հավատավոր եւ նվիրալ զավակների եւ քաղաքական ընդդիմության, որի շուրջ կարելի է համախմբվել, սա փաստ է։ Սա եկեղեցու մասնատմանը դեմ կանգնելն է, վեհապար հայրապետի նկատմամբ կեցվածքը եւ բոլոր այն ուժերը, ովքեր որ ցանկանում են, որ տկարանա մեր ինքնության թիմ 1 երաշխավոր եւ պահապան ինստիտուտը, կանգնել պաշտպան այդ ինստիտուտին։ Եվ այդ առումով ես նաեւ օրդորում եմ քաղաքական ուժերին առավել ակտիվ լինել, որտեվ ինչ որ ձևով քաղաքական ուժերը որոշակի առումով այս գործընթացից մի փոքր հետընկած են։ Ես կարող եմ ասել դեկտեմբերի 18-ի իշխանությունների կրած այդ ճակատամարտի պարտության իրական լավ իմաստով մեղավորները կամ նրանք ովքեր որ այդ հաջողության հասան երկու օղակի, առաջինը վեհապար հայրապետ հոգեվորականները, երկրորդ զանգվածային լրատվամիջոցները։ Եվ ցանկացած ընդդիմադիր լրատվամիջոց իրենց լրագրողները, լուսաբանումները, գնահատականները, հրավիրված հյուրեր եւ այլն լավագույնս կատարեցին։ Ես ուզում եմ, որ քաղաքական ուժերը հասնեն լրատվամիջոցների կատարած աշխատանքին։ Որովհետեւ այս դիմադրության, այս հաղթանակի մեջ առողջի բաժին իմ նշած երկու օղակներ ունեն։ Վեհապար հայրապետը հոգեվորականները եւ լրատվամիջոցների ղեկավարները իրենց աշխատակիցներով, այսքանը։ Գալիք տարին էլ ցանկանում եմ լինի հաղթանակի տարի։ Առաջին հաղթանակ մեր տկարությունների, թուլությունների վերացման, հաստատակամ լինելու եւ պաշտպան լինելու մեր մայր հայրենիքին եւ հայր Աստծուն։ Եթե մարդու կյանքում Աստված իր տեղում է, մնացած ամեն ինչ իր տեղում կլինի։ Ես ուզում եմ, որ դա ընդունված ձևակերպում է Աստված մեզ հետ։ Ես ուզում եմ, որ մենք Աստծու հետ լինենք առաջին հերթին։ Այսքանը։ Ես էլ եմ շնորհակալ։